Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինա այդ նախագիծը։ Արգանքներս բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր անդավաճան հետևում են Ակոպովնային եւ ինչպես միշտ ակնկալում են թարմը, հետաքրքիր նորությունները, պրեմիերաները եւ իհարկե հանդիպումներ լավագույն դեմքերի հետ։ Այսօր ես ձեզ համար բավականին հետաքրքիր թողարկում եմ նախապատրաստել, իդեպ չմոռանաք, մեկ ամսյա կմեկնարկել է Ակոպովնային նաեւ հրավիրում է բոլոր այն մարդկանց, ովքեր որ կապ ունեն կանանց հետ, ազդեցիկ կանանց եւ այսպես շարունակ ինչը որ մեզ հետ ավելի շատ սերտ կապված է։ Բայց մինչ այդ շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Ատուկ ձեզ համար տեսալովակ վերադառնում ենք տաղավար, անցնում ենք բուն թեմային։ Այսօր զարգում, ով հիշում է ու նշում է քեզ ամուր գրկում, լուրում ունջես, բայց քո շուրջը աշխարհն է թնդում, միջև լույս ես կտեսնես կմնամ արթուն, թող կյանքդ լինի սիրելի, օրեցօր ավելի Երջանկությանը շապել չկա, հոգուս մեջ սերն անսպար, ես ինչ ուրախություն է հիմա, սրտիս մեջ քեվ ու բար, արամ մի քայլ ու կտեսնես, սեր է այս կյանքն ու փայ, լալայ, 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 մաղթում եմ, որ սրտումը միշտ լինի հեքիաթ, աղոթում եմ, հավատում եմ, կդառնաս լավ մարդ, մենք կողքիդ ենք ու հոգիդ էլ չի տխրի երբեք, իմ արյունն ես հարազատ, քեզ սիրում եմ շատ, թող կյանքդ լինի սիրելի, Երջանկությանը շապել չկա, հոգուս մեջ սերն անսպար, ես ինչ ուրախություն է հիմա, սրտիս մեջ քեվ ու բար, արամ մի քայլ ու կտեսնես, սեր է այս կյանքն ու փայ, Երջանկությանը շապել չկա, հոգուս մեջ սերն անսպար, ես ինչ ուրախություն է հիմա, սրտիս մեջ քեվ ու բար, արամ մի քայլ ու կտեսնես, սեր է այս կյանքն ու փայ, արամ մի քայլ ու կտեսնես, սեր է այս կյանքն ու փայ.
Դե ինչ շարունակում ենք աշխատանք 21 TV-ի եթերում եւ եւս մեկ հետաքրքիր նորություն, որից հետո սիրով ներկայացնում եմ իմ շատ սպասված հյուրին։ Ասեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ Միկա մարզահամալիրում տեղի ունեցավ շատ հետաքրքիր առաջնություն, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության Դուքենդո ֆեդերացիան։ Առաջարկում եմ դիտենք տեսանյութը պատմող, վերադառնանք տաղավար։ Մարտինին Միկա մարզահամալիրում տեղի ունեցավ Դուքենդո ֆեդերացիայի Երևանի գավաթի բաց առաջնություն, որտեղ մասնակցում էին 900-ից ավել մարզիկներ, որոնց նպատակն էր հաղթանակը։ Մեր նպատակն է նաև այս երեխաների միությունը, իրար հանդեպ հարգանքը, իրանց ընկերասիրությունը, որին որ շատ մեծ տեղ է տալիս ֆեդերացիան ու շատ մեծ ուշադրություն ենք դարձնում դրա վրա։ Շատ հետաքրքիր անցնում այն կամով, որ այսօր մեկ օրվա ընթացքում մենք անցկացնում ենք եւ կատաձևը եւ անցկացնում ենք մենամարտային ձևը։ Ամեն ինչ շատ լավ է գնում, ամեն ինչ շատ խաղաղ է եւ երեխաները շատ բարձր ցուցանիշներ են ցուցադրում։ Առաջնության ընթացքին հետևում էր Միջազգային Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Գոր Վարդանյանը, ով ոչ միայն ոգևորում, այլ նաև ուղղորդում էր իր խորհուրդներով։ Մենամարտ եմ արել, ու առաջին տեղն եմ գրավել։ Հաջողություն ու իրանց դուխը չգցեն ու միշտ հզոր լինեն։ Ես էլ որպես գլխավոր մրցավար եւ իմ մրցավարական կազմը աշխատում ենք, որպեսզի մրցումները անցնեն բարձր մակարդակի վրա եւ հաղթի միայն ուժեղագույնը։ Ես ողջունում եմ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիային այսօրվա Երևանի գավաթի միջոցառումը կազմակերպման համար։ Բավականին մեծ քանակությամբ երեխաներ են մասնակցում, մոտավորապես 950-ից ավել։ Դա բավական մեծ աշխատանք է, կազմակերպչական։ Շնորհավորում եմ եւ ցանկանում եմ արդար պայքար, հաղթի ուժեղագույնը։ Եվ սա շատ կարևոր մրցումներ է, որը կազմակերպում է ֆեդերացիան Դուքենդոյի եւ դաստիարակչական եւ ռազմահայրենասիրական եւ ամենակարևորը կրթում է եւ դաստիարակում է մեր պետության համար պիտանի առողջ սերունդ։ Դուքենդո ֆեդերացիան տարիներ շարունակ հավատարիմ մնալով սկզբունքներին առաջնորդվում է որդեգրած կարգախոսով՝ կրթել եւ դաստիարակել հանրապետության համար պիտանի սերունդ։ Դե ինչ շարունակվում է մեր աշխատանքը 21 TV-ի եթերում, ես խոստացել եմ շատ հեռուստադիտողների, որ ինձ մոտ տաղավարում պետք է լինեն ազդեցիկ կանայք, պետք է լինեն նաև այն տղամարդիկ, ովքեր ինչ որ չափով կարողանում են ազդեցություն ունել կանանց վրա եւ այսպես շարունակ։ Ասեմ, որ շատ սպասված հյուր ունեմ, շատ երկար եմ նրան խնդրել, որովհետև նա մի տեսակ հարցազրույցներից հեռու է մնում, բայց ի վերջո նա ինձ մոտ տաղավարում է։ Եվ ամենաանմիջական կապն ու ինձ հետ եւ բոլոր այն կանանց հետ, ովքեր որ սիրում են ունենալ օրինակ գեղեցիկ ատամնաշար։ Դուք արդեն մոտապես թեթև հասկացաք։ Եվ այսպես դոկտոր ստամատոլոգ եւ իմպլանտոլոգ Գյորգի Թաթևոսյանը ինձ մոտ տաղավարում։ Դոկտորս, բարի երեկո։ Բարի երեկո ձեզ։ Նախ շնորհակալ եմ, որ ինձ մոտ տաղավարում ես, Քոք ջան։ Ես ուզում եմ մի քիչ թուլացնենք, դույ անցնենք, որովհետև ես ոչ քեզ մոտ եմ, ոչ էլ դու լուրերի տաղավարում։ Ես նախ սկզբի համար ասեմ, որ շատ հեռուստադիտողներ, նաև իմ ընկերներ միանգամից նկատել էին, որ ես ունեմ նոր վերևի ծնոտի ատամնաշար, ինչը որ բավականին սիրուն է ու կներեն ինձ շատ իմ ընկերուհիները, ձեզանից 1000 անգամ լավն է ու ուզում եմ այդ հարցի պարզաբանում են սկզբից ստանալ, հետո անցնենք բուն թեմային։ Երբ որ ես սկսեցի գալ իմ դոկտորի մոտ, դու միանգամից ինձ վստահեցրիր, ասեցիր Ձին ջան, ես կհարմարվեմ քո ռեժիմին, նկարահանումները չի տուժի, ցավի մասին մոռացի։ Բայց իմ ընկերներից շատերը Թադևոսյան, ասենք, բավականին շատ ցավեր ունեին, ինչ-որ բորբոքումներ, այդ ամեն ինչից վախեցրել էր, հասկացար։ Ես ում հասկանալ, դա բժշկի թեթև ձեռքն է, թե ինձանից։
Երբ որ մարդը թեթև է տրամադրվում, ի սկզբանե այդ արդեն իսկ օգնում է բժշկին։ Բնականաբար կան խանգարող հենց մասնագիտական իրավիճակներ, այսինքն նախկինում բորբոքային պրոցեսներ եւ այլն։ Իսկ փառք Աստծո մեր մոտ նմանատիպ գլոբալ խնդիրներ չկար, այսինքն բորբոքային պրոցեսների ու ամենակարևորը որ քո դրական տրամադրվածությունը շատ օգնեց, որպեսզի մենք գանք այն կետին հասնենք, որպեսզի մի հատ շքեղ ժպիտ ունենա մեր բոլորիս կողմից շատ սիրված ձինը։ Մեկ էլ մի հարց էլի, երբ որ դու տեղադրում ես ատամներ, ամեն անգամ հարցնում ես ձին լավա, հետա, առաջ, փոքրություն, բան, այսինքն դա նաև մեր ձեռքն էլ է եւ ձեր ձեռքը։ Բա ինչ են տենց մեծ շատ ատամներ ունենում։ Դա դուր է գալիս մեծ նման մարդկանց, թե դոկտորի ձեռագիրն է։ Շատ բնականաբար վերջին արդյունքը կախված է թե բժշկի օգնությունից, խորհրդից եւ թե պացիենտի ցանկություններից, բայց շատ ժամանակ կան պացիենտներ, որոնք իսպառ վերացնում են բժշկի կարծիքը եւ ասում են ոչ, մենք կոնկրետ այս ձևն ենք ուզում, թեկուզև դա իրենց դեմքի հետ ընդհանրապես կապ չունի ու կոպիտ ասած չի սազում իրենց։ Բայց ասում է, չէ, ես այս տարբերակն եմ ուզում, դե բնական է պացիենտը եթե շատ է պնդում, ասում ենք դե լավ, եթե այդ ես ուզում, իսկ եթե պացիենտը գալիս է իրականում այնպիսի ժպիտի հետևից, որը որ մաքսիմալ իրեն կսազա, այդ արդեն պացիենտ բժիշկ համագործակցությունը բերում է այդ արդյունքին։ Հասկացա, որովհետև կան օրինակ անհատներ, որ հասկանում ես լավ չի, բայց ասում է, ինչ ոչինչ ինձ դուր է գալի։ Բա այդ սպիտակությունը, էդ էլա չէ մեր ձեռքը, ես գիտեմ, որ գույները, գույնի ինտրուսիոնը եւս մեր ձեռքն է ու գալիս ենք նորից այդ սկզբնաղբյուրին, որ պացիենտը շատ ժամանակ պնդում է, որ չէ, ուզում եմ լավ այն ճերմակից, ասում ենք, որ կարանք ավելի դեմքի մաշկի գույնի հետ նախ եւ առաջ պետք է խոսա, դեմքի պրոպորցիաների հետ պետք է ատամների ձևն ու գույնը խոսան, բայց նորից գալիս ենք նա, որ մարդիկ կան, որ անկոտրում ունեն իրենց կարծիքների մեջ ու վերջում իրենց ուզածին հասնում են կոպիտ ասած։ Թադևոսյան, եւս մեկ հարց։ Հիմա ավելի շատ կանայք գալիս են լուրջ բուժվելու համար, ատամները, որ ասում են ներվազրկում, թարմացում, թե իրանց գլոբալ խնդիրը միայն թեկուս 17 տարեկան է, բայց հասկանում եմ արդեն ատամնաշարը փոխված է։ Որն է ամենաշատ առաջնայինը այս օրերին։ Տարբեր դեպքեր են հանդիպում, Զինաջան կա, որ մարդը իրան գցել է երկրորդ պլան մի քիչ, ավելի շատ ընտանիք եւ այլն, նոր մի հատ ինչ-որ կետի մեջ հասել է հերթը իրան, ոնց որ ասած, կան որ աշկաթող են արել, հերթի պահճեղի ուղղակի չեն զբաղվել իրանցով, կան որ փոփոխություն են ինչ-որ ցանկանում, տարբեր ոնց որ ասած խնդիրներով մարդիկ հանդիպում են։ Կան նախկինում կատարած աշխատանքներ, որ իրենց որակապես ոնց որ չեն արդարացրել, գալիս են ավելի վստահելի նոր աշխատանքի հետևից։ Բնականաբար տեխնոլոգիաները փոխվում են, մարդիկ էլ գալիս են ավելի լավ տարբերակների հետևից, ավելի բնական տարբերակների հետևից։ Դավաճան պացիենտներ շատ կան, որ իրենց դոկտորներին դավաճանել են, որովհետև այլևս չեն վստահում, ու այդ վատ փչացրած վիճակը գալիս է։ Ինձ թվում է բոլորի մոտ էլ դավաճան պացիենտներ կան, հիմա շատ ոնց որ ասած գայթակղիչ տարբերակներ մեր համացանցերում անընդհատ պտտվում է ու սենց տարբերակներ շատ կան որ մի հատ դավաճանում են հետո արդեն սենց փապկած հետ են գալիս որ մի հատ այդ կարաս հետ բերես են ու բնականաբար դժվարանում է չէ ավելի գործ ավելի մի քանի անգամ TikTok-ով այս վերջում շատ մարդիկ ինչ որ գայթակղիչ առաջարկների հետևից գնալով գնացել են ավելի խորը վիճակի մեջ են հայտնվել, ավելի վատ վիճակի մեջ։ Նման դեպքեր արդեն այս վերջերս TikTok-ով ոնց որ այո, գնում են ու վատ վիճակով գալիս են ու ուրիշ պացիենտներ էլ առաջնային պացիենտներ էլ որ գնացել են ուրիշի մոտ ինչ որ խնդիրների առաջ են կանգնել ու հիմա եկել են որ արդեն մենք շտկենք ու մի խոսքով Իսկ կան օրինակ պացիենտներ, որոնք ոչ մի տարբերակ չունեն օրինակ հայրենիք գալու ու այն որ գալիս են մի քանի օրով տենց գիտեմ, չէ՞ որ գալիս են ասում են մի շաբաթ ժամանակ ունեմ դոկտորս Կան որ մարդիկ գալիս են 3 ամսանոց ինչ որ մեծ գլոբալ աշխատանք է պահանջում, գալիս են ասում են դե մի շաբաթում կհասցնենք, չէ՞։ Ինչ տենց անում։ Ասում եմ անհնար տարբերակ է։ Այս պահին էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեր մոտ շատ հարգարժան կին կա նորից, ինքը ժամանակի սղության պատճառով ես ասացի ավելի լավ է չսկսեմ։ Հա, տենց է։ Իհարկե, եթե չես հասցնելու, անիմաստ չթաթախվես,
մարդուն հարցի առաջ չկանգնացնես։ Գիտես, ես մի քիչ ինձ ասում են եթերում մի ոչինչ անձնավորի, բայց եթե ինձ մոտ տաղավարում գալիս են այն վարպետներ, այն մասնագետները, որը իմն են, կներեք, որ սեփականացնում եմ ձեզ, բայց ես ունեմ իրավունք այս դեպքում, ասում եմ, ես միայն գովազդում եմ այն դեպքում, երբ որ ես գիտեմ, որ ոնց որ ես եմ եղել անցավ, թեթև նույնը մատուցում եմ եւ ցույց եմ տալիս, ինչը որ բոլոր գրեթե իմ դոկտորներին եմ այդպես ասում, վերջի տարիների ընթացքում ինձ դոկտորների գործով բավականին պլյուսների մեջ եմ, տվ լավն են ինձ այսպես ասած հոգեհարազատ դառնում, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ծնողներս երբ որ իմ ատամնաշարը, փոքրիկ, մի քանի ատամնաշար, մի քանի ատամ ընդամենը նկատեցին, ասեցին, «Վայ ինչ լավն է, բալես, ատամներդ ինչ լավն է»։ Բոլորին թվացել էր, որ ամբողջ իմ ատամնաշարն է փոխված։ Այսինքն նաև այդ մի քանի ատամն էլ փաստորեն Խաղմա, իհարկե։ Բան չունենք ասելու։ Շատ լավ, եւս մեկ հարց։ Եթե հիմա ինձ դիտում են շատ երիտասարդ ստոմատոլոգներ, որոնք ուզում են օրինակ թեկուս բազայի համար վերապատրաստվեն, հնարավորություն կա ձեզ մոտ գալու։ Համաձայնեցնելու, ոնց որ ասած, պետք է համաձայնեցվի, նման բանը ոնց որ պետք է դիմացինին էլ հասկանաս, ինքը ինչ ձգտումներ ունի, ինչ գիտելիքներ ունի ու ինչ ակնկալիքներ ունի։ Ու ըստ այդմ արդեն ոնց որ ասած հնարավորություն կա, բայց շատ մեծ հնարավորություն չի, որ դու կարող ես ինչ-որ ոնց որ ասած ուսանել։ Հա, դա որ պրակտիկա ասվածը չի, չէ՞։ Թե պրակտիկան է դա։ Ինքը պետք է արդեն կոնկրետ գիտելիքներով մոտենա քեզ, արդեն իսկ գիտելիքի ֆունդամենտ ունենալով, որպեսզի դու պրակտիկ իրան արտնասնես, ոնց որ ասած։ Իսկ եթե ոչ մի բան չկա, այդ արդեն ոնց որ ասած անհնար երևույթ է։ Ես այս հարցը տալիս եմ իմ ընկերների անունից, որովհետև ունեմ երկու ընկեր եղբայրներ, որոնք ստոմատոլոգներ են։ Բայց ոնց հասկացա, նրանց պետք է մի քիչ էլ վերապատրաստվել, չգիտեմ ինչի համար, որտեղ նրանք մեկնում են Միացյալ Նահանգներ, այնտեղ ուզում են աշխատեն, նորից սովորեն, զուտ այդ հարցը նրա համար։ Այսինքն նրանք կարող են ձեզ մոտենալ, դուք ուղղակի մեծ շփվեք։ Իհարկե։ Շատ լավ։ Փոխում ենք մի պահ թեման եւ ուզում եմ հիմա անդրադարձանել նաեւ մեր ֆորմատին։ Ինձ մոտ նաեւ դոկտորս գալիս են այն մարդիկ, ովքեր որ ամենաանմիջական կապն ունեն առիթների հետ։ Կազմակերպիչ են, վարող այսպես այնպես։ Երբ որ ես առաջին անգամ իմ դոկտորին, ինչ որ իմ դոկտորը չի սիրում այդքան շատ երևալ, իսկ ես սիրում եմ ամեն ինչը ցույց տալ, ցույց տվեցի Instagram story-ով, շատ երգիչներ արձագանքեցին, երաժիշտներ արձագանքեցին, ոմանք էլ ասեցին, մեր Գյորգին ոնց որ թե դու արդեն գողացել ես, այսինքն դու բավականին շատ ընկերներ ունես մեր ասպարեզից։ Իսկ մեր այս հարցը տամ նոր անցնենք մյուսին էլի, մեր ասպարեզից կա տենց օրինակ իմ նման հաղորդավարուհի, որ իմ նման սիրուն ատամներ ունի։ Այս բան չէ։ Սեփականն։ Այդ հարցը տամ նոր։ Այս բան չկա։ Կներեք էգոիզմս խեղդում է մեկ։ Շատ լավ։ Իսկ դու ինչպիսին ես, Գոգ, որպես հոբելյար։ Դե մենք գիտենք կադրից դուս ամուսին, պապանի արդեն վաստակավոր, ես տեսակներ ասեմ դու ընտրի։ Մարտ ով ամիսներ առաջ օրինակ կազմակերպում է ծննդյան օրը, մարտով տորը տենց չի սիրում մի քիչ մեկուսանում է նեղվում է եւ մարտով կոլեկտիվ, ընտանիք ոնց էլ չնի հույսը դնում է իրանց վրա մի բան կկազմակերպեն։ Ասեմ որ 3 տարբերակն էլ կա իմ մեջ։ Հա, երկրորդն էլ կա։ Կախված է թե ինչից է շատ եղել մինչև այդ։ Եթե ենթադրենք 5 տարի մի հատ բում ձևի նշվել է եւ այլն, մի հատ կարող է 6-րդ տարին ասես լավ, մի հատ էլ առանձին, մի հատ հերական ինչ-որ, բայց առանձին կոչվածը ոչ թե գնամ մեկուսանամ, առանձինը կարող է 20 հոգու մասին է, էլի, որ առանձին։ Իսկ այն մնացածը արդեն ավելի քանակապես շատ։ Իսկ դու ավելի շատ սիրում ես քո ծնունդ ունենալ կազմակերպել, թե քո մոտ ավելի լավ է ստացվում ընտանիքի անդամներին է կազմակերպել։ Որ երեխեք են ելում, ինձ թվում է դուք արդեն երկրորդ պլան եք կներեք։ Իմն էլ եմ ոնց որ ասած միջամտում իմի կազմակերպման էլ, իսկ դիմացի իմ հարազատներին է 100%-ով անմիջապես իմի պես, առանց տարբերության նույնպես մասնակցում եմ, որպեսզի գեղեցիկ անցնի, լավ մարդը ուրախանա, ու ես դրանից ավելի շատ եմ ուրախանում, որ դիմացինին ուրախություն ես պատճառում։ Այս ձև ձինա։ Դա բնավորության գիծ է։ Շատ լավ, քանի որ մեկ ամսյակ է, հա,
տղամարդկանց համար, ոչ թե մեզ համար, արգաժան կանայք, իմ կարծիքով դա գոնե միակայն ամիսն է, որ ուզեն ուշադրությունը մի քիչ ավելի շատ է լինում։ Կանանց համար հատուկ ձեզ մոտ ակցիա կա, ասենք Գեորգի Թադևոսյանը ինչ-որ նվերներ ունի կանանց համար։ Ամբողջ տարին կան նվերներ միշտ։ Հնչոճելի է, Ոչ թե միայն միամսյակին անընդհատ այդ նվերները թե զեղչի տեսքով, թե մի խոսքով հարմարվելու տեսքով, ամեն ինչ տեսքով այդ նվերները միշտ գործում է, անընդհատ։ Հիանալի է։ Իսկ մենք ունենք օրվա հոբելյարներ, ֆորմատը չխախտենք։ Տեսախցիկը քոնն է, դոկտորս, կշնորհավորես օրվա հոբելյարներին։ Սիրելի հոբելյարներ, ցանկանում եմ ձեզ կանացի երջանկություն, միշտ եղեք ծաղիկներով լի շրջապատված ու իմ ամենասիրած բառակապակցությունը, որ եթե արդյունքներ, ապա միայն ու միայն ուրախության արդյունքներ։ Դոկտորս, եւս մեկ հարց, դուք ինչպես եք վերաբերում մենակ հայկական ապրանքանիշներին եւ ծանոթ եք ընդհանրապես։ Դրական ու փորձում եմ մաքսիմում օգտվել միայն դրա հայկականից, որպեսզի խթանեմ հայկականի առաջխաղացումը։ Այդ է, տնտեսությունը այդտենց հաճում։ Մենք ունենք հովանավոր վիստոս ապրանքանիշն է, որը հատուկ խնամք է դեռ կանանց համար։ Իսկ ես ունեմ, որ տունը, գիտեմ, որ տանը քեզ սպասում է գեղեցկուի կինդ, ուզում եմ հատուկ իմ կողմից, ծրագրի կողմից, վիստոս ապրանքանիշի կողմից նվերը հասցնել ձեր տիկնոջը։ Հույսով եմ կօգտագործի եւ ինչու ոչ, ես կսպասեմ նաեւ արձագանքի, տեսնեմ ինչքանով է հավանել։ Այնպես որ շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Ես միշտ ասում եմ, ոնց կարող եմ մարդ ունենալ սիմպաթիչնի դոկտոր, բայց չուզենա իր մոտ գնալ, աստված տա, որ ես քեզ մոտ գամ միայն սրճելու, բայց շնորհակալ եմ, որ դու կաս եւ սպասում եմ, Զինա ջան, միշտ։ Շնորհակալ եմ։ Իսկ այսքանից հետո ես առաջարկում եմ տեսահոլովակով ավարտենք թեման, որովհետեւ կանայք դեռ մեր օրերը շարունակվում է լավագույն մեկամսյակը շարունակվում է ձեզ հետ իմ դոկտորներ Գեորգի Թադևոսյանը եւ ձեր Զինա Հակոբովնան բարինը ձեզ։ Մամաս հանկարծ չիմանա հերու ես պահում քեզ ոնց դիմանա շուտով բոլորն էլ հաստատ կիմանա մենակ մաման դա որ չի դիմանա քեզ տանեմ այ բալա քեզ պահեմ աշխարհը թող իմանա կզանգեն վրա կանես աղտակն ու վրա պատասխանի ասա որ նորմալ ձեր թաղում առավոտից տեսնողն ասում է ընկել եմ հավից էնում յարնա հերու հերվից գալիս հենց հիմա լամիտ քագել խիս գալիս քեզ տանեմ այ բալա քեզ պահեմ աշխարհը թող իմանա կզանգեն վրա կանեն սաղտակն ու վրա պատասխանի ասա որ նորմալ աշխարհը թող իմանա կզանգեն վրա կանեն սաղտակն ու վրա պատասխանի ասա որ նորմալ է
թող իմանա կզանգեն վրա կանես աղտակն ու վրա պատասխանի ասա որ նորմալա քեզ տանեմ այ բալա քեզ պահեմ աշխարհը թող իմանա կզանգեն վրա